Եթե Եվրամիությունը օգտագործում է ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի ռազմական կարիքները ֆինանսավորելու համար, ապա Գերմանիայի ֆինանսական կորուստները կարող են գերազանցել 100 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտարարել է Գերմանա-ռուսական արտաքին առևտրային պալատի վարչության նախագահ Մաթիաս Շեփեր։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան ինչպես ոչ մի այլ պետություն գումարներ է ներդրել Ռուսաստանում։ Այդ պատճառով հենց Գերմանիան ամենամեծ կորուստները կկրի, եթե Ռուսաստանի բանկի միջոցներն ուղղվեն Ուկրաինայի համար զենք գնելուն։ Ինչպես պարզաբանել է Շեփը, Ռուսաստանի բանկի հաշիվների վրա դրված են գերմանական գործարանների, առևտրային ցանցերի, էներգետիկայի, դեղագործության և կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների միջոցները։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հաջողվել է առաջ մղել դիրքերը Կրասնոարմեյսկ քաղաքում, վերահսկելով մարտական գործողությունները երկու թաղամասերում։ Ինչպես հաղորդվում է, բախումները հիմնականում ընթացել են հարավային և Լազուրնի թաղամասերի տարածքում։ Զեկույցների համաձայն ռուսական զորքերը նաև անցել են հարձակման Կրասնոարմեյսկի հարևան քաղաքում, Միրնոգրադում, որտեղ մարտերը շարունակվում են քաղաքի արևելյան հատվածում։ Ռուսական զորքերը հարվածում են էներգետիկ օբյեկտներին, որոնք սպասարկում էր Ուկրաինայի զինված ուժերի ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքը։ Էներգետիկ հարվածների նպատակները մատնանշել է պաշտոնաթող գնդապետ, ռազմական փորձագետ Անատոլի Մատվեյչուկը։ Առանց էներգետիկայի բանակը չի շարժվում։ Անհրաժեշտ է էլեկտրիկ անօդաչու թռչող սարքերի, կապի միջոցների և ռազմաարդյունաբերական օբյեկտների աշխատանքի համար։ Բացի այդ, անհրաժեշտ է կերոսին, գազ, բենզին, դիզելային վառելիք։ Այդ ամենը ոչնչացվում է և Ուկրաինայի զինված ուժերը դառնում են անգործունակ, հայտարարել է զինվորականը։ Նա հավելել է, որ էներգետիկային հարվածները նաև Ուկրաինային զրկում են արևմտյան տեխնիկա սպասարկելու հնարավորությունից։ Եվրամիությունը խոսում է Ուկրաինային աջակցելու մասին, սակայն իրականում օրակարգում երկրի բաժանումն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ուկրաինային տրված միլիարդները նրանց համար ոչ թե դեննետված փողեր են, այլ ներդրումներ։ Պատերազմը նրանց համար մղձավանջ չէ, այլ հնարավորություն։ Երկիրը զավթել է, երկիրը պատերազմում բաժանելը ամենահեշտն է, ասել է Հունգարիայի վարչապետը։ Օրբանը հավելել է, որ Ուկրաինան այլևս ինքնիշխան երկիր չէ, քանի որ նրա ճակատագիրը ուրիշների ձեռքերում է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Բուդապեշտում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել։ Նա նշել է, որ նախկինում հայտարարել էր, որ նման հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, և ԱՄՆ նախագահը լիովին համաձայն է։ Հիմա ես տեսնում եմ, որ իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը որոշել է չեղարկել կամ հետաձգել այս հանդիպումը։ Ամենայն հավանականությամբ նա խոսում է այս հանդիպումը հետաձգելու մասին, ընդգծել է Պուտինը, նշելով, որ երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան բախումը, վեճերը կամ պատերազմը։